Մինչ աշխարհը մտածում է, թե Իրանը, Իսրայելը եւ ԱՄՆ-ն կռվում են միմյանց դեմ, իրականում այս պատերազմից ամենաշատը շահում է մեկ երկիր՝ Ռուսաստանը։ Ով է իրականում շահում Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի պատերազմից։ Աշխարհի ուշադրությունը այսօր կենտրոնացած է Մերձավոր Արևելքում։ Իրանն ու Իսրայելը հայտնվել են բացահայտ ռազմական դիմակայության եզրին, իսկ ԱՄՆ-ը կրկին ներգրաված է տարածաշրջանային լարվածության մեջ։ Ամեն օր աշխարհը արթնանում է նոր լուրերով, որոնք ավելի են սրում իրավիճակը։ Սակայն ամենակարևոր հարցը, որը շատերը տալիս են, հետևյալն է. ով է իրականում շահում այս պատերազմից։ Առաջին հայացքից թվում է, որ այս հակամարտությունում հաղթողներ չկան։ Քաղաքներ են ոչնչանում, հազարավոր մարդիկ կորցնում են իրենց կյանքը, իսկ ամբողջ տարածաշրջանը հայտնվում է նոր պատերազմի շեմին։ Սակայն եթե նայենք ավելի խորքից, աշխարհաքաղաքական մակարդակում, պատկերը սկսում է ամբողջովին փոխվել, քանի որ մեծ պատերազմները գրեթե միշտ ունեն մեկ անտեսանելի շահառու՝ երկիր, որը գտնվում է կողքից, բայց կարողանում է առավելագույն օգուտ ստանալ ուրիշների պատերազմից։ Այս անգամ այդ երկիրը, ըստ բազմաթիվ միջազգային վերլուծաբանների, Ռուսաստանն է։ Այո, մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի եւ Իսրայելի վրա, Ռուսաստանը հանգիստ ուժեղացնում է իր դիրքերը միանգամից մի քանի ճակատներում։ Առաջին հերթին էներգետիկ շուկայում։ Նավթի գինը արդեն սկսել է բարձրանալ տարածաշրջանային լարվածության պատճառով։ Երբ Մերձավոր Արևելքում սկսվում է պատերազմ, միջազգային շուկաներում անմիջապես աճում է նավթի եւ գազի գինը։ Եվ հենց այստեղ Ռուսաստանը ստանում է իր առաջին մեծ շահը։ Քանի որ Ռուսաստանը աշխարհի ամենամեծ էներգետիկ արտահանողներից մեկն է։ Երբ նավթի գինը բարձրանում է, ռուսական բյուջեն սկսում է ստանալ միլիարդավոր լրացուցիչ եկամուտներ։ Մի շարք միջազգային տնտեսական վերլուծաբաններ արդեն նշում են, որ տարածաշրջանային լարվածությունը մեծացրել է ռուսական նավթի պահանջարկը որոշ շուկաներում։ Որոշ երկրներ, որոնք նախկինում փորձում էին նվազեցնել ռուսական էներգակիրների գնումները, այժմ կրկին վերադառնում են այդ շուկա։ Սակայն այս անգամ նավթի գնի աճը պայմանավորված է ոչ միայն տարածաշրջանային լարվածությամբ։ Պատճառը շատ ավելի կոնկրետ եւ վտանգավոր է։ Խոսքը գնում է աշխարհի ամենակարևոր էներգետիկ ուղիներից մեկի՝ Հորմուզի նեղուցի մասին։ Այս նեղուցը համարվում է համաշխարհային նավթային մատակարարումների ամենակարևոր անցուղիներից մեկը։ Աշխարհում ծովով տեղափոխվող նավթի մեծ մասը անցնում է հենց այս տարածքով։ Քանի որ այս ռազմավարական նեղուցը գտնվում է Իրանի անմիջական վերահսկողության տակ, Իրանի մի շարք պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ եթե հակամարտությունը շարունակվի եւ ճնշումը Թեհրանի վրա աճի, ապա հնարավոր է փակվի այս կարևոր ծովային ճանապարհը։ Նրանց խոսքերով, այդ դեպքում Հորմուզի նեղուցով այլևս 1 գրամ նավթ դուրս չի գա դեպի միջազգային շուկա։ Եվ հենց այս իրավիճակում է Ռուսաստանը ստանում իր առաջին մեծ տնտեսական առավելությունը։ Քանի որ եթե Մերձավոր Արևելքից նավթի մատակարարումները կտրուկ նվազեն, շատ երկրներ ստիպված կլինեն փնտրել այլ աղբյուրներ։ Եվ այդ աղբյուրներից մեկը հենց Ռուսաստանն է։ Արդյունքում ռուսական նավթի պահանջարկը կարող է կտրուկ աճել միջազգային շուկաներում։ Իսկ դա նշանակում է միլիարդավոր լրացուցիչ եկամուտներ Ռուսաստանի էներգետիկ բյուջեի համար։ Երկրորդ եւ գուցե ավելի կարևոր առավելությունը կապված է Ուկրաինայի պատերազմի հետ։ Քանի որ մինչ վերջերս ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր հենց Ուկրաինայի վրա, արևմտյան երկրները մշտապես քննարկում էին ռազմական օգնություն, տնտեսական աջակցություն եւ նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Սակայն Իրանի եւ Իսրայելի միջև լարվածության կտրուկ աճից հետո իրավիճակը սկսեց փոխվել։ Միջազգային լրատվամիջոցների առաջին էջերում արդեն ավելի հաճախ հայտնվում են Մերձավոր Արևելքի լուրերը։ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունը ստիպված է իր ուշադրության մեծ մասը տեղափոխել դեպի այդ տարածաշրջան։ Իսկ դա նշանակում է մեկ բան. Ուկրաինայի թեման աստիճանաբար հեռանում է համաշխարհային օրակարգի առաջին տեղից։ Այս մասին վերջերս խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Երբ աշխարհում սկսվում են նոր ռազմական ճգնաժամ, մեծ տերությունները ստիպված են իրենց ռեսուրսները բաժանել մի քանի ուղղությունների միջև։ Եվ հենց այստեղ է Ռուսաստանը ստանում իր երրորդ մեծ առավելությունը։ Քանի որ ԱՄՆ-ն այժմ ստիպված է միաժամանակ հետևել երկու խոշոր հակամարտությունների՝ մեկը Ուկրաինայում, մյուսը Մերձավոր Արևելքում։ Ռազմական, ֆինանսական եւ քաղաքական ռեսուրսները անսահման չեն,
եւ որքան ավելի շատ ճգնաժամեր են առաջանում աշխարհում, այնքան ավելի դժվար է դառնում դրանցից յուրաքանչյուրին ամբողջական ուշադրություն հատկացնել։ Այս իրավիճակը ստեղծում է մի պատուհան Ռուսաստանի համար։ Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Իրանի եւ Իսրայելի վրա, ռուսական բանակը կարող է ավելի հանգիստ առաջընթաց գրանցել Ուկրաինայի ճակատում։ Իհարկե, սա չի նշանակում, որ Ռուսաստանը բացահայտ կերպով աջակցում է այս պատերազմին։ Ռուսաստանի նախագահը Վլադիմիր Պուտին իր մի քանի հայտարարություններում արդեն անդրադարձել է Մերձավոր Արևելքի իրավիճակին։ Նա նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների ամբողջ աշխարհի համար։ Միևնույն ժամանակ փորձում է ներկայանալ որպես միջնորդ եւ բանակցությունների կողմնակից։ Սակայն քաղաքականության մեջ հաճախ հայտարարություններն ու իրական շահերը տարբեր բաներ են։ Արդյոք Ռուսաստանը իսկապես միայն դիտորդ է այս հակամարտությունում, թե նա ունի շատ ավելի խորքային շահեր։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Ռուսաստանը ոչ բացահայտ, բայց որոշ չափով աջակցում է Իրանին։ Քանի որ երկու երկրները արդեն երկար տարիներ ունեն ռազմավարական համագործակցություն։ Բացի այդ, Մոսկվան հասկանում է, որ որքան ավելի մեծ ճնշման տակ հայտնվեն ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Մերձավոր Արևելքում, այնքան ավելի հեշտ կլինի Ռուսաստանի համար իրականացնել իր ռազմավարական նպատակները այլ տարածաշրջաններում։ Վերջերս Ուկրաինայի նախագահը Վոլոդիմիր Զելենսկին իր մի քանի հայտարարություններում բավական կոշտ խոսքեր էր հնչեցրել Իրանի հասցեին։ Նա մեղադրել էր Թեհրանին Ռուսաստանին ռազմական տեխնոլոգիաներ տրամադրելու մեջ։ Այս հայտարարություններից հետո իրանական կողմը նույնպես արձագանքեց, եւ որոշ պաշտոնյաներ նույնիսկ ակնարկեցին, որ Ուկրաինան չպետք է ներգրավվի այնպիսի հակամարտությունների մեջ, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ, քանի որ եթե Մերձավոր Արևելքի պատերազմը սկսի կապվել Ուկրաինայի պատերազմի հետ, աշխարհը կարող է կանգնել շատ ավելի մեծ ճգնաժամի առաջ։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։